Հայաստանում պետական պաշտոն զբաղեցնողները ամեն օր խոսում են դրա մասին, բայց վախենում են ասել, թե որտեղից է այդ հիբրիդային սպառնալիքը։ Այս արտաքին հետախուզական ծառայության զեկույցում անուն, որտեղից գալիս է այդ սպառնալիքը եւ որին մենք պիտի հասկանանք, որտեղից պիտի դիմագրավենք, չկա։ Հարց է առաջանում, այ սիրելի ինքնիշխաններ, եթե այդքան տենց նկարագրում եք, ֆիքսել եք հիբրիդային սպառնալիքը, վախենում եք ասել որտեղից է։ Իսկ եթե Ռուսաստանից է, դա եք ակնարկում, ի՞նչն է խնդիրը, չի չեք նշում։ Թե համարձակությունը հերիքում մենակ անորոշ ձևակերպումներ տալ, հետո որ գնաք Ռուսաստան, ասեք բանը, չէ, ձեզ նկատի չունենք, ում նկատի ունեք, որտեղից է Հայաստանի հիբրիդային սպառնալիքը, ով է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ մղում, ով է Հայաստանի դեմ պատերազմ մղում։ Դե Կալասն ասել է, որ Ռուսաստանի դեմ։ Կալասը ինչ գործ ունի, Կալասը Հայաստանի պաշտոնյա է, Հայաստանի պաշտոնյաները ինչի չեն ասում, վախենում են, թե տեղ են թողում, որ գնան Եվրոպական միություն, ասեն, որ Ռուսաստանն է մեզ սպառնում, գնան Ռուսաստան, ասեն, չէ, մենք դա նկատի չունենք, դուք չեք, մենք այլ բաներ նկատի ունենք, Թուրքիային, Ադրբեջանի նկատի ունենք, գնան Թուրքիա, Ադրբեջանը, ասեն, չէ, Ռուսաստանի նկատի ունենք։ Այսինքն ինչի՞ չեք ֆիքսում հիբրիդային սպառնալիքը որտեղից է։ Թեպետ սպառնալիքը որտեղից է։ Հայաստանի դեմ ով է պատերազմ մղում։ Այս հարցին կարող եք պատասխանել։ Ինչ է նշանակում ամբողջ օրը խոսել դրա մասին, նկարագրել, գնալ ԵԽԽՎ նկարագրել sense գունավոր ու չասել որտեղից է այդ պատերազմը կամ սպառնալիքը։ Արտաքին հետախուզական ծառայության զեկույցը էջերով նկարագրում է հիբրիդային սպառնալիքը։ Պարզ հարց, որ կենտրոնից է գալիս։ Ձեր ինքնիշխանությունը հերիքում է մենակ ակնարկներ անելու։ Վլադիմիր Վլադիմիրիչին, որ գնում եք, Ալեն Սիմոնյանը հիմա ԱԺ պատվիրակություն գլխավորում, որ Ռուսաստան այց ունի։ Եթե դա Ռուսաստանն է, խոսելու են օրինակ, որ Ռուսաստանը Հայաստանի դեմ պատերազմ է մղում։ Եթե չեն խոսելու, ինչու են դրա մասին խոսում ամենտեղ։